Ողջունում եմ սիրելի հայրենակիցներ, ինչպես գիտենք, Նիկոլ Փաշինյանը միշտ աչքի է ընկել իր եկեղեցու հանդեպ արշավով, մեր հավատքի դեմ արշավով եւ այսօր Նիկոլ Փաշինյանը անվանել է իր բառերն եմ ցիտում, որ եկեղեցիները պաշտոնապես դարել են չուլաններ։ Ապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացված։ Եվ նաև որպեսի լինի անաչառ իմ քննադատությունը եւ որպեսի այն մարդուն, ով մեր հավատքի հետ ոչ մի կապ չունի, պետք է բացեմ իր ասածը, նա ասել է, որ եկեղեցիներում կան կռավատներ, կան ինչ-որ մարդկանց կոշիկներ, ով որտեղ ինչ ոչ պետքական ապրանք ունի, մեկ էլ գնում ես տենում ես, ասենք ինչ-որ ավելացած մետլախ, պարկով ցեմենտ, ապալովկի հին կտորներ, ենթադրենք արմատուրայի հին ժանգոտ կտորներ։ Այսինքն բողոքում է, որ եկեղեցիները չեն ծառայում նրան, ինչին պետք է ծառայեն։ Ես ուզում եմ ասեմ, որ ես եկեղեցի գնացող մարդ եմ եւ երբևիցե չեմ տեսել մի եկեղեցի, որտեղ Նիկոլ Փաշինյանի նշած իրերը լինեն, որը խանգարի, որ մարդիկ իրենց հոգևոր կապը հաստատեն Աստծո հետ, իրենց հոգևոր հանգստությունը ստանան։ Ես ուզում եմ Նիկոլ Փաշինյանին եւ նրա ընտանիքին, նրա կառավարչին Աննա Հակոբյանին եւս մեկ անգամ հիշեցնել, իր կրթվել է նորաձև է շարքի շրջանակներում, երբ նա մարդկանց վիրավորում է, ես անընդհատ առաջիկայում իրանց մատնանշելու եմ, որ իրանք կրթության հետ, քաղաքակրթության հետ ոչ մի կապ չունեն եւ ուզում եմ Աննա Հակոբյանից ճշտվել, իրենց նորաձև կրթության մեջ մտնում է այն, որ առաջինը քրիստոնեություն ընդունած երկրի ղեկավարը պետք է միշտ եւ անընդհատ թիրախավորի հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Ինչ վեղարել ուզում են բան անեն, հակնեն։ Քանի կիլոանոց, քանի ինչ մետաղից խաչ ուզում են դոշներից կախեն։ Առաքելական Սուրբ եկեղեցին արժե զրկել, մատնանշել սուտ այս կամ այն խնդիրը, որը չկա, եւ մեր ժողովրդի առաջ եկեղեցուն գցել, որպեսզի ժողովուրդ հայրենիք եկեղեցի կապը ընդհատվի կամ ավելի հեռու անի։ Ես ինքս ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսն էր